Մեր գործընկերն է Բիալետի ընկերությունը, որը տրամադրել է մեզ տարատեսակ սուրճեր, որոնք վայելելու եմ իմ հյուրերի հետ։ Այսօրվա իմ զրուցակիցը մի մարդ է, ում հետևելիս մտածում ես, որ օրը ունի ոչ թե 24 ժամ, այլ 48։ Մի մարդ, որը առաջիններից է կոտրել այդ խիստ բժիշկ կարծրատիպը, ով շատ հայտնի է եւ որպես լավ բժիշկ եւ նաեւ on-line հարթակում, բժիշկ բլոգեր է։ Մեր հյուրը այսօր Արտուր Ջանազյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք համաձայնեցիք եւ եկաք այսօր։ Մեր մասնագիտությունները շատ տարբեր են իրականում, ռևմատոլոգիան սա ավելի քրոնիկական հիվանդությունների մասին է, կյանքի որակի պահպանման մասին է, իսկ նեոնատոլոգիան դա հենց ակունքն է բժշկության եւ մարդու կյանքի, այսինքն դուք տեսնում եք կյանքը հենց որ երբ որ սկսվում է այդ կյանքը եւ իրոք շատ տարբեր են, բայց մենք ունենք կապող օղակներ, որոնց մասին կխոսենք, ի վերջո բժշկության բոլոր ոլորտներ իրար հետ կապ ունեն։ Մեր գործընկերը Բիալետի ընկերությունը շատ համեղ սուրճ է մեզ հյուրասիրել, նոր ենք եփել, դեռ տաք է շատ, եւ մինչեւ կսարճի սուրճը եւ կփորձես, շատ հետաքրքիր համ ունի, ի դեպ, այսօր այո, ինչ հոտ է։ Ասենց հոտով կդժվարանամ ասեմ, բայց լավ, ես կլցնեմ։ Կրեմային ինչ-որ մի բան երևի։ Այո, նման է ինչ-որ մի բանի, հիմա կփորձեմ լցնել, միգուցե երբ որ հոտից էլ կարողանաք տարբերել, թե ինչ հոտ է։ Շատ խմորեղենի հոտ է։ Այո, խմորեղենի շատ ճիշտ է, մի քիչ էլ Կրեմ բրյուլե։ Մոտիկ իտալական Տիրամիսու։ Այո։ Այսպեսի բան չեր եղել, որ հոտով մարդը ճանաչի, թե սա ինչ սուրճ է, սուրճը շատ տաք է, եւ քանի որ արդեն հոտով հասկացաք, թե ինչ սուրճ ենք խմելու, ես հասկանում եմ, որ սուրճ սիրում եք։ Միանշանակ։ Այո, եւ բոլոր բժիշկները սուրճ սիրում են, եւ ես այդ հարցը միշտ տալիս եմ, սուրճ խմելու ռիտուալ ունեք, թե ոչ, թե Ես սրճեփ մեքենա ունեմ տանը ու երբ որ նոր տեղափոխվեինք կնոջս ասում էի խոհանոցի առաջի ապարատներից մեկը հենց է առնելու սրճեփ մեքենա, այսինքն էսպրեսո, ավելի շատ թե ամերիկանո, թե կաթնային ինչ-որ կապուչինո, ինչ եք նախընտրում։ Մեր ապարատը իրականում 3-ն էլ տալիս է, ըստ այդ պահի տրամադրության, լինում է ամերիկան, լինում է կապուչինո, լինում է էսպրեսո, էսպրեսոն հիմնականում լինում է կրկնակի, այո, double espresso, սովորաբար չես հագենում, հենց ուզում ես հասկանաս, որ սկսեցիր խմել ավարտվում է սուրճը, այո։ Բլոգեր բժիշկ, հա, այսինքն այդ բլոգ վարելը, օգնելը նաև մայրերին on-line տարածքում հանկարծակի եղավ, թե գիտակցված որոշումներ ինչպես ստացվեց։ Այդ առաջիկ հայլերը ես դեռ իմ կլինաորդինատուրայի ժամանակ էի անում, բայց իրականում այն ժամանակ Facebook-ն էր, Instagram-ը տենց պոպուլյար չէր, տենց անում էի, չէի անում, մոռանում էի, թողում էի, հետո էլի հավես ես վերականգնվեր կանեի ու շատ ուժեղ թափառավ այդ ամեն ինչը, երբ որ կնոջս հետ հանդիպեցինք, ինքը սկզբից ինքը սկսեց բլոգինգը, հետո տենց մի օր եկավ տուն, ասաց քեզ Instagram-ի էջ եմ բացել, պետք է սկսենք պոստեր, ռիլեր, տենց ստորիներ անել Միջև հիմա հələ այդ բան գաղտնաբառը չգիտեմ այդ էջի։ Իսկ միտքը առաջացել է այն ժամանակներից, երբ որ արդեն սկսեցի աշխատել ու հասկացա, որ մեր երիտասարդ ծնողների մոտ մեծ բաց կա երեխայի խնամքի մասով։ 21-րդ դար, արհեստական բանականություն եւ այլն, բայց դեռ մեր մոտ երեխայի խնամքի այնց մոտեցումներ կա, որ ուղղակի ամոթ է։ Ինչ որ նոր բան չենք հորինել իրականում, ուղղակի հայալեզու չկար։ Ու ասացի, արի սկսենք այդ ամեն ինչը նկարել հայերեն։ Ու աշխատեց։ Մեծ աշխատանք է իրոք։ Եկեք սուրճը վայելենք, արդեն կարելի է ըմպել, ինձ թվում է շատ համեղ է։
Շատ լավն է։ Լավն է, չէ՞, շատ։ Այսպեսի հարց, մենք ռևմատոլոգիայում հիմքը բորբոքային ռևմատոլոգիայի սրանք իմունային խնդիրներ են, որոնցից մեծ մասը բնածին է։ Եվ բնականաբար բաներ կան, որոնք որ հնարավոր է նկատել, ոչ միայն ռևմատոլոգիական, այլ առհասարակ, ինչ որ գենետիկ մուտացիաներ, ինչ որ գենետիկ խնդիրներ, որոնք կարող է չի հաջողվել ախտորոշել ներարգանդային կյանքում եւ ախտորոշվում են ծնվելուց հետո։ Շատ է պատահում կյանքում, աշխատանքային կյանքում, երբ երեխային ընդունում եք եւ հասկանում եք, որ մի բան այն չէ, ինչ որ հետազոտություններ ուղղորդում եք մանկաբարձ գինեկոլոգներին, որ այս մի բանը ստուգեք, ինչ որ մի բան ինձ դուր չի գալիս։ Իրականում չի ասի, որ շատ է լինում, զուտ հենց ռևմատոլոգիական տեսանկյունից վստահ չեմ, որ նորածնային բանում պիրուդում որևէ ախտանշաններ լինում հիվանդությունների, բայց իհարկե որոշ գենետիկ խնդիրների դեպքում դու սպասում ես, որ ինչ որ մի ժամանակից սկսած դա լինելու է։ Ու ծնողին օրինակ կարաս խորհուրդ տաս, որ ուշադիր լինի ու ժամանակ առ ժամանակ զրուցի օրինակ ռևմատոլոգի հետ, որ խնդիրը ժամանակին հայտնաբերեն, բաց չթողեն ու ավելի լավ արդյունքների գան։ Ասեմ իմ կողմից երկու հիմնական դրա մասին շատ էի մտածում, ինչ հենց մեզ կապող բան կա, որը կարող է հենց նորածնի մոտ մենք տեսնենք, առաջին իհարկե դա այսպես սահմանային բան է, իհարկե դա ուրեմն ազդրոսկրի գլխիկի այդ հոդախախտն է, կոնքազդրային հոդի, որը ես գիտեմ, որ հիմա Հայաստանում սկրինինգ է կատարվում եւ հոդախախտը կարողանում ենք ախտորոշել, նաեւ գիտեմ, որ նույնիսկ դիսպլազիաները կարողանում ենք հասկանալ, չէ, ծնվում են միանգամից սոնոգրաֆիա է արվում, չէ, ուլտրաձայնային հետազոտում գրաֆն է առաջին ներդրել այդ տեխնոլոգիան, ու մինչև հիմա ինքը կիրառվում է, մեր մոտ վերջի տարիներին լավ ընդլայնվեց, նույնիսկ արդեն մարզերում արվում է, միջև դուրս գրվել է նորածնի ծննդատնից, ծննդատան այդ этаպում հենց արվում է կոնքազդրային հոդերի սոնոգրաֆիա, այնտեղ չափով երկու անկյուն բաներ կա, աստիճաններ կա, ըստ որի որոշվում է կրկնակի այցի ժամկետը։ Ես մոտավորապես տարի տարի ինքս էի զբաղվում դրանով, առաջին նեոնատոլոգներից ես էի որ գնացի պատրաստվեցի, հիմա էլի ես չեմ զբաղվում, դա փոխանցել եմ գոլեգաներից, բայց այդ ընթացքում ես երևի թե երկու դեպք եմ հիշում, որ ռեալ ձևավորված հոդախախտ էր արդեն երեխայի մոտ, նենց որ ձեռքով նույնիսկ հնարավոր էր այդ հոդը դուրս գցել ու գցել տեղը։ Դե բնականաբար չենք ապահել, միանգամից դուրս գրվելուց հետո ուղղորդել ենք բանների մոտ, օրթոպեդների մոտ։ Մնացած բոլոր դեպքերը ավելի շատ վերաբերում էր հենց առաջի աստիճանի, որը որ պետք էր կրկնակի դիտարկել 1 ամսից։ Ամեն դեպքում շատ լավ է որ դա կա, որովհետև մենք բարուրող ազգ ենք։ Երևանում հիմա ինձ թվում է արդեն տենց էպիզոդի կա կամ ընդհանրապես չկա, բայց մարզերում դեռ կա ու այսօր էլ ես ծնողներին սեմինար էի անցկացնում առավոտյան, էլի դրա մասին զրուցում ենք, որովհետև անընդհատ այդ բանը բաց չեմ թողողում, առիթ որ հիշացնեմ, որ հանկարծ այդ մեծ սերունդը էլի չհամոզի բարուրեն։ Եվս մի ընդհանուր խնդիր կա, ճիշտ ասեմ, ես կյանքում չեմ ունեցել նման դեպք, իսկ դուք էլ չեք ունեցել, խոսքը գնում է նեոնատալ լուպուսի մասին, չեք ունեցել, ինքը շատ հազվադեպ խնդիր է, որը լինում է կանանց մոտ, համակարգային կարմիր գայլախտով հիվանդ կանանց մոտ, եթե իրենք կրում են մի հատուկ այդ ROSSA հակամարմինը, երեխաները կարող են ունենալ նորածնային սինդրոմ, անցողիկ, բայց իջն է այստեղ կարևորը, որ կարող են լինել սրտի արատ
սրտի արատ, հաղորդչականության խանգարում եւ այլն։ Ինչպես եք լիցքաթափվում, հասցնում եք հանգստանալ։ Իմ կինն ասում է դու պաթոլոգիկ աշխատասեր ես, իրականում այս վերջի տարիներին իմ մոտ տենց գիտեք այն որ շաբաթ կիրակի օրերին տենց մեկ-մեկ ստացվում որ տուն եմ մնում։ Հաջորդ օրը մի տեսակ մեղքի զգացում եմ մոտես, բարություն անիմաստ օր ապրեցի։ Ես շատ եմ սիրում ֆիլմեր, շատ եմ սիրում գրքեր, շատ եմ սիրում էի նկարել, հիմա էլ չեմ նկարում։ Գրքերի մասով նոր մի հատ տենց սեր ունեմ, աուդիո գրքերը։ Իրականում շատ հարմար է, երբ որ մեքենայով գնում ես խցանման մեջ ու լսում ես ոչ թե երաժշտություն ռադիո, այլ աուդիո գիրք։ Եղել է նույնիսկ հասել եմ գործի տեղ, մի 15 րոպե կանատեղ լսել եմ, որովհետև հետաքրքիր պահ եղել է, նոր գնացել եմ։ Իսկ ժանրը Ժանրը հիմնականում կամ ինքնազարգացման գրքեր է, կամ գիտաֆանտաստիկ։ Եվ այսպես վերջում մեր ոդկասթի ամենասիրված մասը մենք իրար լավ չենք ճանաչում, դրա համար խնդրել եմ մարդկանց ովքեր ձեզ ճանաչում են, նույնիսկ ձեր տիկինն է մասնակցել այս հարցերի կազմությանը, այսպես եւ այսպես թե են խաղում, պետք է մեկը ընտրեք։ Առավոտյան զբոսանք Լունայի հետ, թե Սուսիկի համար նախաճաշ պատրաստել։ Որը կնախընտրեք։ Սուսիկի համար նախաճաշ պատրաստել։ Սուպեր։ Տնային կանչ, թե հերթապահություն։ Տնային կանչ։ Գնալ Հանս Զիմերի համերգին, թե ջանազյան պրոդուկտը արտահանել եվրոպական շուկա։ Ես ինչ ուր եք խփում։ Փաստորեն։ Ես երևի եվրոպական շուկան կընտրեմ։ Ես էլ ձեր փոխարեն դա կընտրեի։ Պելմենիով ապուր, թե լոլիկով ձվածեղ Սուսիկի համար։ Եթե խոսքը Սուսիկի համար է, ապա լոլիկով ձվածեղ, եթե ին պելմենիով ապուր։ Տուն մտնելիս ով է առաջինը քո գիրկը թռնում, ձեր գիրկը թռնում, Լունան թե Սուսիկը։ Լունան իհարկե, Սուսիկը Լունայի ռեակցիան չունի։ Ինտերստելլար թե Ռիկի եւ Մորտի։ Երկուսն էլ լավն է գրող տան։ Ռիկի եւ Մորտի։ Նարուտո թե Արկան։ Արկեին։ Արկեին կներեք։ Sorry, ստորաս, я извиняюсь։ Արկեին եմ ստվում, Արկեինից ուժեղ մուլտ չկա։ Իրոք։ Սուպեր, լավ։ Բաննա, տենց հզոր Տետրադ Սմերտի։ Տետրադ Սմերտի ես նայել եմ, այո։ Երևի միակ անիմեն է, որը ես տեսել եմ։ Եվ ավելին ասեմ, որ բացի դրանից, այդ մեկն եմ տեսել, ճիշտ ասած ինձ այդպես չի գրավել, բայց այնտեղ այդ ինձ շատ դուր է եկել այնտեղ ճապոնական ռոկը։ Այնտեղ սկիզբը եւ վերջը այդ Nightmare խումբն է եւ բավականին հաճախ առավոտները մեքենայում ես անպայման լսում եմ այդ Nightmare-ի շատ եմ հավանել։ Եվ այսպես ավարտվեց եւս մեկ սուրճի շուրջ, հետաքրքիր զրույց ունեցանք, շատ անկեղծ։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը համեղ սուրճ հյուրասիրելու համար։ Այսօր էլ տիրամիսուի համով սուրճ էր եւ շատ համեղ էր։ Կհանդիպենք նորից։